Ինչպես տեսնում եք, սալիկները ամբողջովին թափված են, խարխլված էստեղ, ասում էին ավազ ենք շախտվել, որ սառույց չլինի, բայց այդ ավազը իրենց հետևից ով պիտի հավաքի, անհասկանալի է։ Ահա այս խայտառակ վիճակն ենք արձանագրում։ Արձանագրենք, որ հուշաքարը, այսինքն հուշարձանը, որը նվիրված է Արարատ ավիաընկերության Արցախյան պատերազմում զոհված օդաչուների հիշատակին, նման խայտառակ ոչ բարվոք վիճակում է գտնվում։ Ինչը հարիր չէ երբեմնի հաղթանակած հայ ժողովրդին։ Մենք երբևէ մեր հերոսների հանդեպ նման վերաբերմունք չենք ունեցել։ Արձանագրում ենք այս վիճակը, տեսնում ենք, որ աշնան տերևներն են այստեղ, այսինքն աշնանից ի վեր, նվազագույնը աշնանից ի վեր, այստեղ որևէ սան մաքրում, ընդհանրապես մաքրում չի իրականացվել։ Սալիկները ահա այս մասում էլ այս վիճակում են գտնվում, խարխլված, քանդված, կարծես թե արկերը նոր են այստեղ պայթել եւ պատերազմական վիճակ է եղել։ Մինչդեռ համայնքային բյուջեից միլիոններ, միլիարդավոր գումարներ են մսխվում պարգևավճարների վրա, ՔՊԱ-ականների աշխատավարձերը բարձրացնելու վրա, ՔՊԿ-ի եւ իր կցորդների գործուղումները, թանկարժեք գործուղումները ապահովելու վրա, բայց տեսնում ենք, որ որևէ խնդիր, որը վերաբերվում է հայ մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, երևանցուն, չի լուծվում։ Ահա այս խայտառակ վիճակում է գտնվում Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքը։ Ես ուզում եմ մանրամասն ցույց տալ, որ աշնանից ի վեր այստեղ աշնան տերևներն անգամ չեն հավաքել, չեն մաքրել։ Մատղաշ խոտը դուրս է եկել, աճել է, բայց դեռ աշնան տերևները կարծես թե կանչում են, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գա եւ այստեղ շաբաթօրյակ իրականացնի, ուրախ ավտոբուսի շրջանակներում միգուցե։ Ահա այսպիսին է ՔՊ-ի դեմքը Էրեբունի օդանավակայանի հարակից տարածքում։ Այստեղ կարող ենք տարբեր խնդիրներ արձանագրել, աղբահանության չկատարում, հուշարձանի տարածքի չխնամվածություն, բարձի թողի թափթփված վիճակ, այսպիսի խայտառակություն, եւ տեսնում ենք, որ կանաչապատ տարածքների հանդեպ եւս արհամարհական վերաբերմունք է, ծառերը ժամանակին չեն նետվել, խնամք չկա ընդհանրապես, այսինքն բարձի թողի վիճակում է գտնվում այս տարածքը։ Սա ՔՊ-ի դեմքն է իր կցորդների հետ, Հանրապետության եւ Հանրային ձայն խմբակի հետ համատեղ, այստեղ տեսնում ենք դրանց դեմքը, դիմագիծը։ Ահա այսպիսին է քաղաքացիական պայմանագրի ղեկավարած Երևան քաղաքը, մայրաքաղաքը 21-րդ դարում։ Մինչդեռ երևանցիների համար հիշեցնեմ, որ եւ գույքահարկը, եւ աղբահանության վարձավճարը, եւ տեղական հարկերն ու տուրքերը, եւ տրանսպորտի ուղևորցը, եւ կարմիր կետագծերի գումարը զգալիորեն թանկացվել են։ Կոնկրետ կարմիր կետագծերի գումարը թանկացվել է 13.5 անգամ։ Ահա, խնդրեմ ՔՊ-ի դեմքը, դիմագիծը, Շենգավիթ վարչական շրջան, Էրեբունի փոքր օդանավակայան։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը հետևողական է
բոլոր խնդիրների առումով մենք հետևողականորեն ավականու լիազորությունների շրջանակում Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները փորձում են հնարավորինս պարտավորեցնել, որպեսզի քաղաքացիական պայմանագրի չինովնիկները իրենց լիազորությունների շրջանակում գոնե կատարեն որոշակի դրական փոփոխություններ մեր ժողովրդի համար, բայց տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը զբաղված է ուրախ ավտոբուսում ուտեստներ փորձելով եւ փորձելով վերարտադրվել, բայց քաղաքային կամ ընդհանրապես համապետական որևէ խնդիր այդպես էլ հետաքրքրված չեն լուծելու։